Մոսկվայում երբ որ ես ռազմական կցորդ էի, դա բնականաբար այնտեղ մեր սպաները, մի շարք սպաներ սովորում էին, եւ իշարստի սպաները նաեւ ռուբեններ այնտեղ սովորում։ Առաջ անգամ այնտեղ եմ ծանոթացել, ինչ որ միջոցառումների ժամանակ բնականաբար մենք բանակի տոնի նվիրված, հանրապետության տոնի նվիրված հրավիրում ենք, շփումների ընթացքում միանգամից աչքի ընկավ, թե իր բանիմացությամբ, թե իր ինտելեկտով գրագիտությամբ։ Ամեն դեպքում անկախ քեզանից մտովի համատություն է անում։ Մեր սպաներն ուզում ես որ բոլորը լավ լինեն ու բնականաբար շատ դերականորեն տարբերվում էր այդ հարցում։ Առաջի մեր ծանոթությունը տես տեղ ունեցավ, բայց դա ընդհանրապես զուտ ծանոթություն էր, որ շփում էինք բարբերաբար։ Բայց ձեր ոնց ասում հարցը կանխած գալով, ասեմ, շարունակությունը եղավ շատ ավելի հետաքրքիր, երբ որ մենք արդեն սկսեցինք շփվել, երբ որ ես դարձա ՀԱՊ բրիգադի հրամանատար, նոր նշանակում ստացա ՀԱՊ-ը։ Այդ ժամանակ մի քիչ ավելի սերտ սկսեցի հասկանալ, ընկալել ու ծանոթանալ իր հետ, որովհետև ինձ համար ամենակարևորը թե իրանց հրամանատարներին ենթականները ոնց են վերաբերվում ոչ ֆորմալ վիճակում, ինչ են խոսում իրանց հրամանատարների մասին, ոնց են վերաբերվում ու շատ ջերմ ու դրական էր ինձ համար, որ երբ որ իրանց հրամանատարի հետևից իրանք միշտ լավն էին խոսում, այսինքն պատրաստ էին իրանց հրամանատարի համար մարդ ճղել։ Դա ամենամեծ երևի թե ցուցանիշն է իմ համար, գնահատականն է, արդյոք սպան, որի հետ որ ես ծառայում եմ, ուստեղ էական չի ասենք ով է ենթակա ով է ստորոգյալ, հա, այդ սպան ունի այդ կարգի պայմանական ասենք պաշտպանություն, թե չէ։ Ես չեմ սիրում ասել իմ սպան, որովհետև իմ չի, մենք գոլեգաներ ենք, բայց երբ որ ես լսում եմ ասենք, որ իր ենթակաները, ում իր հրամանատարության ծառայողները անկախ զբաղեցած դիրքից շատ դրական ու լավ են խոսում, դա սիրտս տաքացնում էր։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Դա շատ Հրանտ ջան, դա շատ բնական է, շատ բնական է, եթե դու ամբողջական ես, ասես մոտ լավ բառ կա, չէ՞, ամեն ինչում դիմարդ ամբողջական, դու ամբողջական ես, այն ես ինչ որ կաս, դու դիմակ չես հագե, դու իրականում այն ես ինչ որ կաս ու քեզ դա ցույց ես տալիս, այս պարագայում դրական իմաստով, իրոք հոգ ես տանում քո ենթակաների մասին, իրոք երբ որ տեղը գալիս է խիստ ես, բայց երբ որ տեղը գալիս է նրանց պաշտպանում ես, որտեվ կյանքա ծառայությունն է, լավն էլ կարող լինի, վատն էլ։ Այնպես չի որ պետք է մեկին պատժես, մեկին պահես։ Երբեմն նույնիսկ մարդ սխալ է գործում, պետք է երևի թե պաշտպանես էլ իրան երբեմն։ Դա մանկավարժություն է, այսինքն այդ բնական ինտելեկտի մեջ նաև մանկավարժությունը կար լավ իմաստով, չնայած կիրառելի չի մանկավարժություն բառը երևի թե հասուն մարդկանց նկատմամբ, բայց այդ էլեմենտը կար։ Երկրորդը որ շատ կարևոր է մարդը իր գործի գիտակ էր։ Չեն կարող մարդուն ենթարկվեն հարգեն, սիրեն, եթե մարդը ինքը իր գործի գիտակ չի։ Երբ որ մարդ մի բան ասում է, հա, ինքը նաև պետք է անի, որտեղ խոսքը ոչինչ է, գործն է ամեն ինչ։ Իսկն արա այնպես ինչպես ես, արա ինձանից լավ։ Իսկ ծառայության մեջ հատկապես եթե դու ինչ-որ մի ղեկավար պաշտոն ես զբաղեցնում, տվյալ պարագայում Ռուբենի մասն եմ ես խոսում, իսկ մարդը եթե մի բան պահանջում էր, ինքը դա անում էր, անգամներ լավ էր անում ու սովորացնում էր։ Պլյուս ծառայությունը միայն զորամասում չի, հա, դաշտային հավաքներ էր։ Գնում են մարդիկ պոստեր էին պահում, առաքելություններ էին գնում, ես գիտեմ Աֆղանստանում էլ մարդ իր ոնց է պահել։ Ու այդ դուրսը զորամասից դուրս, այդ էքստրեմալ վիճակներում, տարբեր ոչ ստանդարտ վիճակներում, մարդու իրական դեմքը, իրական ներքնաշխարհն երևում է։ Սկսած են կենցաղային ամենափոքր բաներից մարդու հետ ոնց է շփվում, հրամանատարը ենթակա հետ ոնց է շփվում, վերջի հացը կիսում է թե չի կիսում, ոնց է հոգտանում նրանց մասին։ Այդ ամբողջն է բերում նրան, որ մարդիկ սկսում են տվյալ անձնավորությանը հարգել, սիրել, թե պարզապես պաշտոնից ելել վախենալ, բայց հետևից ասել է ինքը մեր համար ոչինչ բան է։ Այս պարագայում իրոք շատ ուրախ եմ, որ մինչև հիմա, հա, ես երևի թե մի քիչ հետո առաջ եմ գնում, բայց իրականում տենց է, մինչև հիմա բոլոր այն ես սիրում ասեմ իմ երեխեքը, հա, տարեկս թույլ է տալիս, մեծ մարդիկ են։ Երբ որ խոսքը գնում է Ռուբոյի մասին, Ֆրազյան, շատ ջերմորեն են խոսում, կարամ օրինակը բերեմ, այս բառացի մի քանի օր առաջ իմ թոռը, հա, ինքն էլ է ծառայել Ռուբոյի մոտ, ոչ ոք չի իմացել, որ ինքը իմ թոռն է։ Պատերազմներին համաստակցել եւ այլն, էական չի։ Ու ես ասել եմ երկու բառ քո հրամանատարի մասին պատմի։ Ոչ թե որ ասենք
ինքը ուզում էր ինչ-որ լավ բան խոսալ, բնական է մենք շատ ազնիվ ենք իր հետ, ինքը այնքան լավ ու ջերմորեն խոսած, այնքան նույնիսկ հուզվեց մի քիչ խոսալուց, հա, դետալները նույնիսկ պատմեց, ասենք, այդ ընթացքը որ միասին են եղել, ոնց են վարժեն, որ ինչ արել, ոնց արել։ Որ ես ասացի, այո, իզուր չի իմ կարծիքը, որ ես դες կարծիք եմ կազմել իր մասին։ Ես ինչի եմ միշտ հղում տալիս այլ մարդկանց, որովհետև մի բան է, որ մենք խաղապահ բրիգադում, հա, ամեն օր չենք շփվել on-line ռեժիմով, ծառայություն է եղել։ Շփվել ենք, բայց ոչ ամեն օր։ Բնական է, այս ինֆորմացիա միշտ հավաքել եմ, հետևել եմ բոլոր սպաներին, ով ոնց է ծառայում, ինչ անում, որ ըստ արժանավորինս կարողանամ գնահատեմ։ Բայց այլ բան է, երբ որ անմիջական ենթական է շփվում ու արդեն սենց իրավիճակում շատ լավ է խոսում, դրական է խոսում։ Դու զգում ես, էլի մարդը կասեր, հա, նորմալ է եղել կամ բան չեմ կարող ասել, բայց այս բaragայում ու դա նաև ի հայտ է եկել ըստ էության մարտական գործողությունների ժամանակ պատերազմի վիճակում, որտեղ այ պատերազմի վիճակում ով ինչ ուզում է ասի, մարդը այնա ինչ որ կա։ Այդ էքստրեմալ քրիտիկական վիճակում դու չես կարող կեղծես, արդեն դիմակը ընկնում է։ Եթե դու այն ես ինչ որ կաս, ինչ որ ասել ես, որ մենք հայրենասեր պետք է լինենք, համարձակ պետք է լինենք, եւ այլ, հա, երթմանը հավատարիմ պետք է լինենք գաղափարին։ Այդ էքստրեմալ վիճակում դու դա կամ լինում ես կամ չես լինում։ Ռուբենի պարագայում դա ամբողջական էր, այսինքն իր խոսքը եւ գործը միասնական էր։ Ես որ իմ խոսքի սկզբում ասի ամբողջական, ես դա ի նկատի ունեմ, որովհետեւ շատ կարեւոր է ցանկացած մասնագիտության մեջ, հա, ցանկացած սոցիալական շերտի մեջ դու ամբողջական պետք է լինես։ Կապ չունի ով ես դու։ Հանցագործ ես, ոստիկան ես, գիտնական ես, հավաքարար ես, եթե դու դրա մեջ ամբողջական ես, կիսատ չես։ Եթե նույնիսկ դու այդ գաղափարը չես ընդունում, բայց մենակ դրա համար կարելի է մարդուն հարգել, որ ինքը այնա ինչ որ կա։ Ու այս պարագայում ես ուրախ եմ, որ մենք հիմա խոսում ենք իրական սպայի մասին, սպայի ընկերպարի մասին, իշարը շատ սպաների, ես չեմ սիրում առանձնացնել, բայց տվյալ պարագայում մենք Ռուբոյի մասն ենք խոսում, որը որ իրոք ընկերպարն է, որ պետք է օրինակ վեկալել։ Նույնիսկ հիմիկվանից հետո էլ, հա, մարդը, ոնց ասում է, արժանացավ երկնավոր կյանքի, հա, ոնց ասում է, Աստծո կամոք գնաց Աստծո մոտ, որտեղ լավագույններն են առաջինը գնում այնտեղ, հա։ Բայց մեր սերունդները պետք է նմանատիպ մարդկանց մասին լսեն, իմանան։ Դա կլինի բանայությունությամբ կպատմենք նմանատիպ տղեկի մասին, թե ինչ որ ֆիլմեր կլինի, թե ինչ որ գրքեր կլինի, էական չի։ Ես ինքս հա թորներ ունեմ, որոնք որ շուտով բանակ են գնալու, դա դասիրակության մի ձև է, որ ասենք այսպես տղա եղել Պրազան Ռուբեն, հա, ու մի տարբեր ազգաներ, որոնք որ իրանց քայլերով, իրանց գործողություններով կարողացել են ցույց տան ինչ է նշանակում հայրենասիրությունը։ Որտեղ ցավոք սրտի երբեմն մենք հայրենասիրությունը շփոթում ենք կենաց ասելու հետ։ Իսկ մենք կենացն ասում ենք, բայց երբ որ գործը գալիս է իրականացնենք, տենում ենք, որ կենացը մնաց կենացի մակարդակին։ Ուսման առաջադիմությունը, ակտիվ մասնակցությունը, ոչ ֆորմալ իրական, հա, բնական է, ես հետաքրքրում է, չնայած դա իմ անմիջական պարտականից մեջ չէր մտնում, բայց ըստ իս, եթե մեր սպաները այնտեղ սովորում են, հա, տվյալ պարագայում խոսում ենք Մոսկվայի, Ռուսաստանի մասին, Ռուսաստանի Դաշնության, այլ տղեր են նույնն եղել։ Ես միշտ հետաքրքրվել եմ, ու երբ որ ինքը ստացել է այդ պատվոգրերը, շնորհակալագրերը, լավ արձագանքները, ես դա չէի բարձրաձայնում, բայց նույնիսկ իրանք չգիտեն դրա մասին, բայց ես հստակ կապ էի պահպանում համապատասխան վարչության հետ, հա, որոնք որ զբաղվում էին այդ ուսանողներով, ու միշտ ասում էի իմ ուսանողների մասին, ինձ տեղեկատվություն տվեք, ոնց են սովորում, հաճախելությունը ոնց է, ինչպիսին են իրանք, հա, ու այդ ինչ որ իրանք ստացել են այդ պատվոգրերը, շնորհակալագրեր, տարբեր ինչ որ գնահատականներ։ Տվյալ պահում էլի Ռուբենի մասն ասեմ, դա ֆիկտիվ չի։ Այս մարդը արժանացել է դրան։ Հատկապես տես տեղերում ֆիկտիվ բան չեն տալիս։ Չէ, ման դու օտարական ես, դու ով ես քեզ ֆիկտիվ բան տանք։ Այս ուրին աչքի անգի գնահատել է։ Ինձ համար հենարան էին բոլոր նրանք, ովքեր իրոք անձնվիրորեն ծառայում էին հայրենիքին, հա։ Ու Ռուբենի պարագայում, Ռուբոյի պարագայում
դա ինչեր աչքի ընկնում, որովհետև մենք ունեցել ենք շատ խնդիրներ, նույնիսկ ընդհանուր մինչև ասենք դիրքեր կահավորել, որ մեզ հրանգ էին տալիս ինչ որ X տեղում, հիմա շատ չտարածվեմ, գնալ դիրքեր կահավորել, այսինքն մենք բացի միջազգային առաքելություններ գնալը, նաև տեղում են գործողություններ կատարում։ Ու այդ հրանգները իր պարագայում, իր ենթակայության տակ ստորաբաժանման պարագայում հստակ կատարվել է։ Ու երբ որ ասենք այլ իմ տեղակալների կամ այլ բարձրան սպաների ես հարցրել ոնց է կատարել, մարդիկ միշտ նշել են, այս մարդը կատարել է։ Ու ես վստահ եմ եղել, որ եթե ես այդ հրանգը տալիս եմ տվյալ ստորաբաժանմանը, տվյալ պարագայում, ասենք առաջի ջոկատի, հա, առաջի գումարտակի այդ վաշտի հրամանատարին, դա կատարվելու քննարկման ենթակա չի եղել։ Ու նույնիսկ երբ որ մենք արդեն այցելել ենք կամ ես այցելել եմ, տեսել եմ ամեն ինչ հստակ է եղել։ Դա այնքան ակնհայտ է եղել։ Նույն ասենք նույնք էլ Քարվաճառում, հա, երբ որ ընդհանրապես դիրքեր չկա, դե տեղակայենք մենք այդ դիրքերը, ես գնացել մի քանի գիշեր մնացել եմ, ու իմ հրաման տալուց երևի մի 3 օր հետո գնացել նայել եմ։ Ու արդեն իսկ այդ ամեն ինչը կառուցված էր, արված էր։ Ինչ վերաբերում է առաքելություններին էլ է շատ հետաքրքիր, որովհետև հրամանատարից կախված է, դե մենք մեր երկիրը ոնց կներկայացնենք այնտեղ։ Ու այդ արձագանքները, պատվոգրերը, հա, ինչ որ հուշանվերները կամ մեդալները որ տվել են, դա հրամանատարի արժանինքներից է բխում։ Պլյուս բնական է բացասական դեպքերն է չի լինում, ասենք առաքելություն։ Մեկը իրան լավ չի պահում, տարբեր մարդիկ են, հա, ծառայում են, հատկապես հիմնականում պայմանագրայիններ են։ Ու երբ որ հրամանատարը լավն է լինում, երբ որ ինքը կոնտրոլը պահում է, ամեն ինչ շատ դրական արձագանքով է գալիս, то есть խումբը մի օրգանիզմի պես է աշխատում։ Ու ըստեղ ես կարող եմ վստահաբար ասել, որ Ռուբենի պարագայում տենց է, որ իր ենթակայության տակ գնացած, ասենք զորախումբը, որ գնացել է, ինքը որոշակի գործողություն անդր իրականացրել, պատասխանատվություն, ամեն ինչ հստակ է եղել, շնորհակալություն են հայտնել։ Չէ՞ որ ես նաև հանդիպել եմ այդ առաքելության որոշակի ղեկավարների հետ կամ դրանց ավելի բարձրադասերի հետ ջուր քննարկումներ ենք իրականացրել։ Բնական է, կարող է անունով չեն ասել, որ ձեր այս ստորաբաժանումը որ եկել էր, հրաշալի հրամանատարումներ, հա։ Նույնը խաղապայի ժամանակ, հա, ասենք ծրագրեր ենք մտցնում, որ պետք է այս մարզումներն իրականացնենք, այս պարապմունքներն իրականացնենք։ Բնական է, մեկը գոհունակությամբ էր ընդունում, մեկը դժգոհությամբ, դե ֆիզիկական բաներ է, չէ՞, ինչ որ աշխատանքներ է։ Իր պարագայում ոչ թե մենակ գոհունակությամբ էր ընդունվում այդ դա, այլ նաև ինիցիատիվա կար, նախաձեռնություն կար, որ լավ է, էլի վերջապես այս բան ենք անում, հրաշալի, արեք անենք։ Ըստ ինքը մեկին 2-3 ավելացնում էր։ Ու դա ամենտեղ էր արտահայտվում։ Թե ներսում, ասենք, ծառայության ժամանակ, թե երբ որ գնում են դիրքերում ծառայություն իրականացնելու, հա, ասենք, գնում են դիրքապահություն են իրականացնում։ Ես դա էլ էի գտնում, որ լավ է ու հենց ինքը դրանց այն մարդկանցից մեկն էր, որ ողջ մասը հա, պետք է մենք դա էլ անենք։ Մենք մենակ դրսի համար չենք։ Մենք Հայաստանի սահմանները պետք է պաշտպանենք, բայց իհարկե ուսադիր ենք կրում։ Այդ շատ կարևոր էր։ Ու այ դուք ասում եք հենարան, այո, այդ առումով այո, ես հենարան տեսնում եմ նաև իր մեջ։ Այսինքն հենարանին իմաստը որ մենք բոլորս անցավոր ենք, վաղ թե ուշ պետք է գան մեզանից երիտասարդները, մեզանից լավերը, մեզանից խելացիները, հա, զբաղացնեն այն դիրքերը, որոնք մենք հիմա ենք զբաղացնում, ու մեզանից լավ կատարեն մեր գործը։ Ու դրանցից մեկը ակնհայտ որ աչքերը գնում հենց ինքն էր։ Ես որ դուք ասացիք, ասենք բացի իր ենթականների ասելը, դա սերտ փող կապակցված է, դա շահկապված է։ Չի կարա ասենք ինչ որ մեկը աչքի տնկնի ոնց որ լավ սպա, բայց տեսնես որ ենթականները իրան չեն սիրում, ուրեմն դու լավ չես տեսել։ Խոսքը չի գնում ասենք մարտահաճության մասին, հա, ավետարանի բառերով ասեմ, ըստ մարտահաճության խնդիր չի, պոպուլիզմի խնդիր չի։ Հա, լավ հրամանատարը խիստ է լինում, պատժում է, երբեմն չոր է լինում, բայց դրանից մարդիկ իրանից չեն նեղանում, ընդհակառակը։ Սկսում են հարգել, որտեղ հասկանում են ինչի համար է անում, արդար է։ Իսկ դա ակնհայտ էր բոլոր առումներով իր մոտ։ Ձեր հաջորդ նշանակումից հետո կապը պահպանվել է Ռուբենի հետ։ Գիտեք ինչ, ես սուտ չխոսամ, տենց անմիջական կապ կոնկրետ մենակ Ռուբենի հետ չէ, որովհետև իմ բնավորությունն է, ես բոլոր հետ կապը ոնց է պահպանում։ Երբ որ հանդիպում ենք շատ ուրախ եմ եղել, հանդիպել ենք, խոսացել ենք, զրուցել ենք, ոնց է ծառայությունը, բայց անմիջական անձնական կապ չէ։ Բայց ըստ էության, քանի որ կար նաև ասենք, ոնց ասի, իմ թորը այդ ստորաբաժանման մեջ, հա, իր միջոցով միշտ հասել է ոնց է հրամանատարը, ոնց է, ու միշտ լավ բառեր եմ լսել։ Այտենց կապ ոնց որ դուք ի նկատի ունեք, չէ։ Բարբերաբար հանդիպել եմ շատ-շատ հետ, այդ թվում նաև իր հետ, բայց դա ինչ որ ակցենտավորված շեշտադրված չի եղել։
Բայց այն որ ինֆորմացիան ունեցել եմ, ինֆորմացիան միշտ ուզեցել եմ իմանալ ոնց է ծառայությունը, ոնց են ծառայում, ինչ են անում, դա եղել է ու ինձ դա միշտ ուրախացրել է։ Ձեր կարծիքով այդ ինչ էր ձեր մեջ ձևավորվել, ոնց էր եղել, որ Ռուբենը այնքան շատ էր ձեզ գովում, որ հիմա նույնիսկ ես ընտանիքի հետ եմ շփվում, ձեր անունը միշտ հրամանատարների մեջ առանձին է դրված։ Ես կդժվարանամ ասեմ, որովհետև այդ գնահատականը ինքն է տվել։ Իմ համար դա մեծ գնահատական է, որովհետև ամենամեծ գնահատականը երբ որ մարդկանց հետ ում որ դու աշխատում ես ու որոշակի ավել պատասխանատվություն ես ստանձնած, իրանք են քեզ գնահատում, որովհետև հաստատ ես հեշտակ չեմ եղել, հաստատ նաև խիստ եմ եղել շատ հարցերում, ես ինքս գիտեմ, հենց չի որ ես իդեալական եմ, խիստ եմ եղել, միգուցե զայրացել եմ շատ հարցերում, միգուցե ինչ որ ծառայությունից ելող կոշտ բաներ եմ այլ, բայց այդ գնահատականը իրոք ինձ շատ հետաքրքիր է, զուտ կարամ տեսականորեն պատասխանեմ։ Ես մի քիչ առաջ ասեցի, այ ինչ էր եղել այդ կապը, ոնց էր եղել այդ կապը, որ ենթականները, հա, շարքայինները իրանց հրամանատարի մասին շատ տենց ջերմորեն ու լավ էին խոսում, օրինակ են վերցնում իրանից։ Միգուցե տես մի բան է եղել։ Դուք ասում եք մի բան, որի մեկնաբանության իրավունքը ես չունեմ։ Ես ընդամենը կարամ ասեմ, ես շատ զգացված եմ նրանից։ Դա իմ համար իմ լավագույն գնահատականներից մեկն է։